Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Կոնգրես ՀԺԿ դաշինքի թեկնածու Արամ Մանուկյանը մարտունեցիներին դաշինքի նախընտրական ծրագիրը ներկայացնելուց առաջ հայտարարեց, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է ընտրատեղամաս գնա հայրենաշինության եւ հայրենատիրության գիտակցումով։ Անդրադառնալով ծրագրին Մանուկյանը նշեց, որ միայն խաղաղության միջոցով երկիրը կզարգանա եւ կկանխվի արտագաղթը։ Միակ քաղաքական ծրագիրը, որ ներկայացվել է 9 ուժերի կողմից, դա մեր ներկայացած խաղաղության ծրագիրն է։ Եվ մենք ասում ենք, ժողովուրդ, յուրաքանչյուրը ձայն տալով ձեր թեկնածուին, Հայ ազգային կոնգրեսի ցանկացած թեկնածուի, դուք ձայն եք տալու խաղաղությանը։ Խաղաղությունը այն միակ ձևն է, որը հնարավորություն է տալիս մենք զարգանանք, բացվեն ճանապարհները, տնտեսություն զարգանա, արդյունաբերություն զարգանա, ներդրումներ լինեն, Հայաստանը զարգանա, բյուջեն ուժեղանա, որով կարողանանք պահել եւ Ղարաբաղը, եւ Հայաստանը։ Ստեփան Դեմիրճյանը հայտարարեց, որ երբ իրենք խոսում են խաղաղության մասին, դա չի նշանակում խաղաղություն ամեն գնով։ Դեմիրճյանի խոսքով անհրաժեշտության դեպքում պետք է ի վիճակի լինել պարտադրել խաղաղություն։ Մենք հանդես ենք գալիս արժանապատիվ խաղաղության օգտին։ Սա չի նշանակում խաղաղություն ամեն գնով, կրկնում եմ, արժանապատիվ խաղաղության մասին է խոսքը, որը բխում է երկու ժողովուրդների շահերից։ Եվ պետք է հարցը լուծվի միայն Ղարաբաղի բանակցային գործընթացին Ղարաբաղյան կողմին ներգրավելու միջոցով։ Առանց Ղարաբաղի մասնակցության իրատեսական չէ հարցի լուծումը։ Վարդենիսում Գագիկ Ջահանգիրյանը հայտարարեց, որ այս խորհրդարանական ընտրությունները կարևորագույն նշանակություն ունեն Հայաստանի համար։ Թեկնածուն կոչ արեց քվեարկել այն թեկնածուների, քաղաքական ուժերի եւ դաշինքների օգտին, որոնց հավատում են եւ որոնց հետ հույս են կապում։ 18 թվականի ապրիլից հետո ամբողջ կառավարությունը ձևավորելու է այս պարլամենտը։ Այսինքն դուք դինտրեք են անձանց, այն քաղաքական ուժերին, ումը գոնե 5 տարի լսել եք, հավատացել եք, տեսել եք, եթե դուք դինթունեք, ընտրեք չխոսող պատգամավորների, ելույթ չունեցող, մենակ կոճակ սեղմող, այդ մարդիկ գնալու են ինչ անեն ձեր համար ընդեր։ Զոյա Թադևոսյանն իր ելույթում նշեց, որ падգամավորը պետք է հարգի իր ընտրողին եւ նրա իրավունքը նա հավելեց, որ Կոնգրես ՀԺԿ դաշինքի ցուցակում հիմնականում մտավորականներ են ընդգրկված։ Մենք ուզում ենք մեր գաղափարին ձայն տալ, խաղաղության ծրագրին ձայն տալ, այն համոզմունքին ձայն տալ, որ մենք ձեզ ծառայելու ենք։ Կոնգրես ՀԺԿ դաշինքը Գեղարքունիքից հետո քարոզարշավը շարունակեց Արմավիրի մարզում։ Լիանա Ներսիսյան, ժամը լրատվական։